Տաղավարում ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, ինչպես եւ սպասվում էր, Միացյալ Նահանգների փոխնախագահի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցություններում նաեւ խոսվել է միջուկային էներգետիկայի շուրջ քննարկում է եղել եւ արդեն կողմերը հայտարարեցին, որ ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն, փորձենք հասկանալ, եթե մենք հրաժարվում ենք մեր ավանդական ատոմակայանից, միջուկային անվտանգությունից, էներգետիկայից, ինչ ռիսկերի առաջ ենք կանգնում, եթե ընտրում ենք ամերիկյան մոդուլների տարբերակը, թե տնտեսական, թե նաև անվտանգային առումով։ Իրականում մոդուլային ատոմականների անցման թեման որևէ կերպ նոր չէ եւ դրա վերաբերյալ բոլոր մտահոգություններն ու մտահոգությունները եւս նոր չեն, այսինքն դրանք քննարկվում են, այդ թվում նաեւ ոլորտի նեղ մասնագետների կողմից բարձրաձայնվել են բազմիցս եւ ըստ էության նորություն այս համատեքստում որպես այդպեսին չկա, հա, եթե մենք անվտանգության եւ ռիսկերի մասին ենք խոսում։ Նախ, եթե ավանդական ատոմականից հրաժարվելու իօքուտ մոդուլայինների Հայաստանի պարագայում, եթե այդ թեմայի շուրջ խոսում ենք, երևի թե առաջնայինը պետք է նշենք, որ մեզ համար եւ դա եւս որևէ կերպ նորություն չէ, ատոմակայանը միայն էներգետիկ եւ տնտեսական նշանակության օբյեկտ չէ, դա մեզ համար նաեւ անվտանգային առաջին հերթին թերևս ռազմավարական անվտանգության նշանակության օբյեկտ է։ Սա երևի թե կարևոր ընդգծումն է, որ պետք է անել։ Մյուս կողմից մոդուլային ատոմականների հետ կապված կան մի շարք ռիսկեր, եթե շատ արագ եւ հակիրճ ամենակարևոր խնդիրը խնդրահարույց կողմը այդ ամենի դա ըստ էության այն է, որ աշխարհը դեռևս մոդուլների հետ կապված որպես այդպիսին փորձ միջազգային պրակտիկա, էֆեկտիվության, անվտանգության, հնարավոր ռիսկերի եւ այլնի հետ կապված այդ փորձը դեռևս չունի ձևավորած եւ ըստ էության սրանք փորձնական, փորձարկումային, շատ հաճախ գնահատվում է որպես փորձադաշտ հանդիսանալու, հա, այդպես օբյեկտ հանդիսանալու, դրա հետ կապված խնդիրներ կան։ Այսինքն այս փորձի հետ կապված բացը կա, անորոշությունը կա, բայց զուգահեռ կա նաեւ հանգամանքը, որ նույն մոդուլային ատոմականները ավելի ցածր հզորության են, դրանց գործող 1-2 մասնավոր դեպքերը կան Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ այդ փորձը ձևավորված չէ, հզորության հետ կապված խնդիրները կան եւ նորից պետք է վերադառնանք հանգամանքին, որ ավանդական ատոմակայանը մեզ համար առաջին հերթին անվտանգային նշանակության օբյեկտ է եւ այս համատեքստում երևի թե որևէ կերպ նաեւ պետք չէ շրջանցել հանգամանքը, որ տարածաշրջանի երկրները գնում են դեպի ավանդական ատոմակայանի, ավանդական էներգետիկայի ոլորտ։ Հետևաբար սա եւս իր հերթին բավականին է, թե ինչու է Հայաստանը գնում։ Իսկ կարող ենք ենթադրել, որ սա այդ քաղաքական ավելի շատ քայլ է դեպի Ադրբեջան եւ Թուրքիա։ Իրականում սկսած այն հանգամանքից, թե որ երկրի հետ պիտի լիներ համագործակցությունը մոդուլային ատոմականների, այսինքն ապագա էներգետիկ այդ համագործակցության հետ կապված քաղաքական ենթատեքստը կար եւ նշмарվում է։ Ընդհանրապես օրեր առաջ նշվում էր, որ դեռևս չկա կողմնորոշումը, թե կոնկրետ որ երկրի հետ կլինի համագործակցությունը, այսօր մենք այդ բանակցությունների ավարտի հայտարարությունն արդեն իսկ ունենք։ Հետևաբար այստեղ բացառել քաղաքական գործոնը, կարծում եմ, երևի թե պետք չէ առնվազն։ Ուղղակի ավելացնեմ, որ թե Թուրքիայից, թե Ադրբեջանից միշտ են հնչեցնում, որ Հայաստանը պետք է փակի իր ատոմակայանը, սա որպես հիշեցում, հավելում եւ իսկապես որ պատահականություն այստեղ պետք է հստակ իմանալ, որ սա նաեւ գուցե եւ դրա շարունակական չբացառել։ Այո, չբացառել։ Եվ հիմա հասկանանք, թե նախորդ տարի ինչ արտաքին առևտուր է ունեցել Հայաստանը։